բանակը այսօր երեք կառավարության նիստում հաստատվել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որով նախորդ տարվա համեմատ պաշտպանական ոլորտի ծախսերը կրճատվել են 15%-ով։ Ընդ որում այդ 15%-ով կրճատվելը պարզ չէ, աշխատավարձները խո չեն կրճատի։ Իսկեն այն աշխատավարձները, ընթացիկ ծախսերը, վառելիքի ձեռքբերման ծախսերը, դե վառելիքը գիտեն էլ ումից են ձեռքբերում, դա չի լինի կրճատել։ Կրճատվում է սպառազինությունների ձեռքբերման ծախսերը, այն մարտական ստորաբաժանումների պահպանման ծախսերը, որոնք ի վիճակի են լուծելու երկրի պաշտպանության անվտանգության ապահովում։ Բայց այդ ժողովուրդը անպաշտպան է։ Այդ ժողովուրդը երբ է ոչնչացվում։ Անպաշտպան մնալուց հետո Արցախը նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը երբ ագրեսիա իրականացրեց Արցախի ժողովրդի դեմ 3 տարի հետո 2023 թվականի այս օրերին, չէ՞, սեպտեմբերի 19-ին։ Ինչի համար։ Որտեւ 3 տարի իրան պետք էր պաշտպանության բանակը հյուծելու, այսինքն պիտի ինքը դիմադրություն չստանար։ 3 տարի Նիկոլ Փաշինյանին հանձնարարեցին պաշտպանության բանակից մենակ զորացրում է լավ, զորահամալրում չլավ, այլևս ոչ մի 18 տարեկան է իր ասած 20 թվից հետո 21 թվի ձմեռային զորակոչին, 22 թվի ամառային զորակոչին, 21 թվի ամառ Արցախ չեն գնացել։ Զորացրվել են, չի համալրվել։ Ոչ մի տանկ Հայաստանից Արցախ նոյեմբերի 9-ից հետո չի մտել։ Հակառակ ընդ է վնասված տեխնիկան ինչ որ կար, ամեն ինչը բոլորը դուրս է բերվել։ Այսինքն սպասեցին 23 թվից էլ մի 10 ամիս պահեցին շրջափակման մեջ, համոզվեցին, որ այդ բանակը ռեալ իրական դիմադրություն ցույց չի կարա տա, նոր այդ ժամանակ հարձակվեցին։